ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված բախման։ Երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ համատեղ մամլոասուլիսին։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-10 գործակալությունը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հավատարիմ են Իրանի միջուկային խնդրի երկակի մոտեցմանը, որը ենթադրում է ճնշում Իրանի Իսլամական Հանրապետության վրա նպատակ ունենալով վերջինիս միջուկային ծրագրի շրջանակում հասնել նշանակալի փոխհամաձայնության։ Ինչպես հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերին 6-ը Թեհրանին ուղերձ է հղել, որտեղ պնդել է, որ բաց է բանակցությունների համար, եթե Իրանը լրջորեն առանց նախապայմանների տրամադրվի քննարկել իր միջուկային ծրագրերը, ասելով. «Մենք շարունակում ենք հետևել այդ ուղերձում ամրագրված դիրքորոշմանը, մենք սպասում ենք Իրանի պատասխանին», ընդգծել է Քլինթոնը, կտրականապես հրաժարվելով մանրամասնել, թե հատկապես ինչ է ակնկալում 6-յակն Իրանից նրա միջուկային ծրագրի քննարկումների ժամանակ։ Անդրաատլանտյան համախոհները Իրանին հստակ հասկացնում են, որ միջուկային զենք ունենալու նրա ցանկությունը ու Հորմուզի նեղուցը փակելու մտադրությունը Թեհրանի շուրջ ստեղծում են վտանգավոր շղարշ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Իր հերթին նրա գերմանացի գոլեգան նշել է, որ դուռը լուրջ երկխոսության համար բաց է։ Իտալիայի կառավարությունը հունվարի 20-ի ուշ երեկոյան հաստատել է տնտեսական հակաճգնաժամային ծրագիրը, ինչպես հաղորդում է Armen Press-ը վկայակոչելով Euronews-ը, սա հակաճգնաժամային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջինով առաջարկվում է այս տարվա խնայողությունները հասնել 30 միլիարդ եվրոյի։ Հռոմի նպատակն է նվազեցնել պետական պարտքը, որը գերազանցում է 120% համախառն ներքին արդյունքն, իսկ դա առանց տնտեսական աճի հնարավոր չէ։ Վարչապետ Մարիո Մոնտին կոչ է արել Իտալիայի քաղաքացիներին աջակցել բարեփոխումներին։ Մոնտի հակաճգնաժամային ծրագիրն առաջարկում է բիզնեսից վարչական խոչընդոտների վերացում, հատկապես փոքր բիզնեսի համար եւ մուտքի է շտացում փակ մասնագիտությունների, դեղագործի, իրավաբանի, տաքսու վարորդների համար։ ԱՄՆ-ն Սիրիայում շարունակվող ընդդիմության եւ իշխանությունների հակամարտության ֆոնին ուսումնասիրում է այդ երկրում իր դեսպանատունը փակելու հավանականությունը, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պետդեպարտամենտի անանուն աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել ԱՄՆ խնդրանքին ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչության հսկողությունը։ Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն կրճատել էր իր դեսպանատան աշխատակիցների թիվը Դամասկոսում, իսկ հոկտեմբերին ելնելով անվտանգության նկատառումներից ԱՄՆ-ն ժամանակավորապես ետ կանչեց իր դեսպանին, քանի որ նա մի քանի անգամ հարձակում էր ենթարկել Ասադի համախոհների կողմից։ Ռադիկալ իսլամիստական Բոկո Հարամ խմբավորումն իր վրա է վերցնել Նիգերում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը։ Երեկ Կանո քաղաքում 4 պայթյուն է տեղի ունեցել, ինչպես գրում է BBC-ն, պայթյունների զոհ է դարձել 7 մարդ։ Ականատեսները նշում են, որ զոհվածների մեջ կան ոստիկաններ եւ 1 տեղացի լրագրող։ Associated Press-ը հաղորդում է, որ Կալիֆոռնիայի Riverside Community հիվանդանոցում վախճանվել է հանրահայտ երգչուհի 73-ամյա Էթա Ջեյմսը։ Մահվան պահին նրա կողքին են եղել ամուսինն ու որդիները։ Սա հսկայական կորուստ է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող նրա երկրպագուների համար։ Հիշեցնենք, որ 2011 թվականին երգչուհու մոտ հայտնաբերվել էր լեյկեմիա, հեպատիտ C եւ երիկամների հիվանդություն։ Անցած տարի դեկտեմբեր ամսին նա տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն արդեն հունվարի սկզբին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ երգչուհու վիճակը բավարար է եւ նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Ամբողջ կյանքում երգչուհին պայքարել է թմրանյութերից կախվածության դեմ։ Այսքանը միջազգային լրահոսից այս ժամի համար, իսկ դուք շարունակեք անցկացնել կեսօրը Կարինե Տոնոյանի հետ եւ բարձր տրամադրություն իհարկե ապահովված կլինի։ Մինչ հանդիպում։